Հայ արորթիները այսօր տոնում էին հայկական ավանդական հինավուրց տոներից մեկը՝ տրնդեզը։ Տրնդեզը Վահագնի ծնունդի նախապատրաստման տոն է։ Այսօր վառում ենք մենք տրնդեզի խարույկ, դրանով վանում ենք մեզանից ձմեռը եւ նախապատրաստում գարնանամուտին։ Այսօր Երևանի Շենգավիթ համայնքի Կարմիր Բլուրում արարողության ընթացքում մոծվեցին տոնի խորհրդանիշները՝ զոհաբերվող կենդանին, տարեհացը, գինին, որից հետո բաժանվեցին ներկաներին։ Ավանդույթի համաձայն հեթանոսները տրնդեզի կրակի մեջ պետք է այրվող իր նետեն։ Այն կարող է լինել փայ, թուղթ, մատի, ցանկալի է, որ այն լինի անձնական օգտագործման իր։ Այն ինչ որ պատկերացնում ես, որ ուզում ես կատարել այս տարին, տալ է վրա քցել կրակի մեջ եւ դա կկատարվի պարտադիր։ Տոնակատարության ներկա էր նաև Ազդարար ամսագրի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը, նա ևս արորթի է։ Ամեն տող 10 տարի շարունակ, 5 տարի Կասկարում, 5 տարի այստեղ։ Հեթանոս հայերը այսօր շրջանցեցին նաև առաջիկա նախագահի ընտրությունների թեման։ Նրանցից 7-ը պայքարում են արևմտյան արժեքները որպես Հայաստանում արմատավորելու համար։ Այդ դրոշի տակ են նրանք հանդես գալիս։ Մեկն էլ ծանոթում է մեր սուրբ էպոսը։ Նույնիսկ նժդեհյան գաղափարները այսօրվա իրականության մեջ դիտվում են որպես փիլիսոփայություն, բայց նժդեհի օրինակին ծառայել ոչ մեկին չի հաջողվում, ոչ մի առաջնորդների մեր։ Քուրմ Գեղամի կարծիքով առաջը դրված նախագահի թեկնածուներին, ինչպես նաև մեր ազգին այսօր պակասում է Վահագն Աստծո հովանավորությունը։ Առանց Վահագնի մենք դարձել ենք այն, ինչ որ այսօր ենք։ Այսինքն ենթակա Մարինե Ստեփանյան, IPV